Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական քննարկումներն ակտիվացել են։ Այդ թվում նաև YouTube-ում։ Մենք փորձել ենք հասկանալ այդ քննարկումներն ինչ օրինաչափություններ են ունեցել։ Տվյալները հավաքագրվել են Dizint AI հարթակի միջոցով։ Ուսումնասիրությունն ընդգրկել է 2026 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածը։ Հարթակը վերլուծել է 14 յութուբյան ալիք, փնտրելով նախապես ընտրված 15 պատում։ Ամենահաճախ հանդիպող թեզեր՝ Հայաստանի իշխանությունն իրականում դավաճան է եւ այլ երկրների կամակատարը։ Երկրորդ՝ Հայաստանին տանում են դեպի թրքածում։ Երրորդ՝ Հայաստանում ժողովրդավարությունն իրականում բռնապետություն է։ Առաջին 3 ամիսները հարաբերականորեն կայուն են։ Հետո արհեստական բանականությունը նկատել է տեղեկատվական պայթյուն։ Ապրիլի 4-ին օրական թեզերի շրջանառությունը 250-ից հասել է 800-ի։ Պատումների տարածման առումով ամենաբարձր ցուցանիշները գրանցել են Հայելի AM-ը, 168 AM-ը եւ 24 TV-ն։ Հետևեք Մեդիայեմին YouTube-ի քաղաքական պատումների վերաբերյալ ավելի հետաքրքիր YouTube-ի քաղաքական պատումների մասին հետաքրքիր փաստեր իմանալու համար։